Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ըստ այդմ զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատվեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025 թվականին իրականացված աշխատանքները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է TRIP նախագծի վերաբերյալ Իրանի մտահոգությանը, ընդգծելով TRIP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական տարածքային ամբողջականության իրավազորության ներքո եւ հավասարության փոխադարձության սկզբունքներով։ Տելեգրաֆը գրում է, որ Բերլինում դեկտեմբերին կայացած բանակցություններում ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ եվրոպական առաջնորդների միջև գրանցվել է զգալի առաջընթաց Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Միևնույն ժամանակ աղբյուրը տեղեկացնում է, որ արդյունքները կարող են չգոհացնել Մոսկվային։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ մրցանակի քվեարկության արդյունքները։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը լավագույնն է ճանաչվել 15 ձայնով։